եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Այսօրվա ընթերցումները անչափ խիտ են, կնմանի ճաշարանիմը, all you can eat, որ ոչ չափ կրնաս առնել, ոչ չափ մարդոց շարժում գտեսնես, որ ինչ կկատարվի։ Եվ իրապես մեր արարողությունները այսքանի օրը պատճառ կլան, որ մենք կարծե ժամանակեն դուրս լանք, օրը չենք նայիր, ժամը չենք նայիր, կերթանք ու կանք, որովհետև երբ որ արարչիդ պիտի խաչեն, այլևս ժամանակը կարևոր չէ, ժամանակը ինքն է, ես եմ, որ է։ Ուրեմն հետաքրքրական մաս կար ավետարաններու մեջ, թե ինչպես Հիսուսին զրբարտանքով է, որ գխաչեն։ Երբ որ գբերեն Պիղադոսի քով, ինչ կսեն, կսե, որ աս մարդը ժողովուրդը կմոլորեցնե, որը սուտ է, կսե, որ կարգիլ է կայսրին դուրք տալ, որտև երկու օր առաջ Հիսուսին հարցուցած էին տաճարի մեջ, Հիսուսին չսած էր կայսերին դուրք մի տվեք, ոչ, ասած էր կայսերին կայսեր տվեք, Աստուծունը Աստծուն։ Իրեն համար գսեր, թե ինքն է Քրիստոսը, ինքը չէր ասեր, այլ ուրիշները գսեին, որ ինքն է Քրիստոսը։ Եվ նաև գսեն, որ իր ուսուցումներով ժողովուրդը ըմփոստության կմղե ամբողջ Հրեաստանի մեջ գալեն միջևոս, այսինքն կառավարության թեմ ցույցեր գնե։ Այս ամբողջ խոսքերը քաղաքական դատաբարդություն են սիրելիներ։ Ադուր համար ուրիշ ավետարանի մեջ կսե, որ երբ որ Պիղադոսը հանցանք չի գտներ, կսեն, որ ինքզինքին գսե Աստծո որդին է։ Հիմա մենք մտիկ կնենք Աստծո որդին, օքեյ, մենք գիտենք Աստծո որդին Քրիստոս է, բայց այն ադեն ադիգա քաղաքական զրբարտանք էր, որտեղ կայսրը ինքզինքը կհամարեր Աստծո որդի։ Ամեն մարդ կհաշվեր, որ կայսրը երկինքեն իջած մեկն է։ Եվ եթե մեկը ասեր Աստծո որդի եմ, ինչը սեր է, թագավորին սպառնալիք էր ասիկը։ Եվ կտեսնենք վերջը վերջո հրեաները հռոմեացիների ձեռքով գնեն աս գործը։ Այսօր թիվին բանակ քեշ պատերազմ կա Իրանի մեջ։ Ով որու ձեռքով գնե, դուք հասկացաք ով որու ձեռքով գնե։ Ասածս որ երբ որ սուդը չենք կրնար գոր քալեցնել, կսկսենք մեր Աստծուն ուրանալ եւ դեղ մնալ, երբ որ գսե ձեր թագավորն է, դուք տարեք դատեցեք, հրեաները ինչ կսեն, մենք գայսրեն զատ թագավոր չունենք։ Այնինչ ամբողջ 5 դագարանը եւ իրենք երբ որ գարցնեն, գսեն, որ մեր Աստվածը թագավորն է։ Մեր թագավորը Աստվածն է։ Բայց հիմա, քանի գուզեն անմեղը մերցնել եւ պատրվակ կփնտրեն, ամեն բադվիրան կխախտեն, որբեսի անմեղը խաչվի։ Եվ շատ ուրիշ կեղծավորություններ ալ կնեն, ասիկա մարդկային տեսակն է, ասի միայն հրեաները չէ, մենք ալենք։ Կսե, որ կառավարիչին բալադը չմտան, որովհետև շաբաթը պիտի սկսեր, որբեսի չբղծվին, բայց մարդուն սպանելու կտանին։ Այսինքն չմտնան բամը, որ օրենքը գարգիլ է, բայց եթե պիտի սպանեմ, շատ օքեյ։ Կսե 30 արձաթը ետ չարին, բայց այնինչ իրենք որոշում առած էին մարդասպանության, այսինքն կտեսնենք նորեկ այդ կեղծիկը կա ամեն ինչի մեջ։ Եվ Պիղադոսը ամեն բան գնե, որբեսի Հիսուսին արձակել տա։ Ուրեմն հարցում գուտա պատասխան կգտնե, որտեղ Հիսուս պատասխան չի դար, այդ լրության մեջ պատասխան կգտնե։ Հիմա Պիղադոսը քաղաքական կառավարիչը լալով իրեն համար հանցանք պետք էր, այսինքն քողություն, անփաստանություն, մարդասպանություն, որտեղ ինքը գարաչարգե ազատեմ բարաբան կամ Հիսուսն ազովրեցին, բայց ժողովուրդը գսեն ոչ։ Հիմա վերջը վերջո հարցումը հետևյալն է. Պիղադոսը արդար դատաստան կտեսնե, ինչ կկարծեք։
ըստ օրենքի չի դեսներ արդար դատաստան, բայց քանի որ քաղաքական ժողովրդի ճնշում իր վրա անչափ շատ է, ինքը ձեռքերը լվալով մեղսագից կլա Հիսուսի խաչելությանը։ Գսի ես գործ չունեմ, կացեք ինչ որ գուզե գրեք, բայց տված զինվորները քու զինվորները դեն։ Այսինքն Պիղադոսն ալ, երբ որ Հիսուսի առջև գեցեր է եւ կհարցնե ինչ է ճշմարտությունը, որովհետեւ Պիղադոսը լալով կառավարիչ միշտ ագանջներ ուներ ժողովրդին մեջ, չէ՞։ Ամեն լուր կհասցնեին իր մասին եւ վստահ Հիսուսի մասին արդեն շատ ավելի գիտեր, քան շատ մարդիկ։ Ադորամար իր դված հարցումները երբ որ կքննենք, կտեսնենք, որ ասի մագերեսային հարցում չէ։ Ինչ է ճշմարտությունը գսե։ Ես քեզի թակավոր գսեմ, ժողովուրդը քեզի թակավոր գսեմ։ Այսինքն բաներն որ արդեն ինքը դեղիգացված էր եւ ըստ այդմ կուզե թադել։ Բայց վերջո չի գտներ ոչ մեկ զրպարտանք, ոչ մեկ մեղադրանք եւ զրպարտելով կխաչել։ Ուրեմն ինչու պետք է Քրիստոս խաչվեր սիրելիներ եւ պետք է գիտնանք, որ Քրիստոս իր կյանքը տվավ մեզի համար։ Ինքը իր կյանքը տվավ։ Մնացածը պարզապես պայմաններն էին անանք դասավորվեցավ, բայց Քրիստոսը որ չի պաշտպաներ ինքը, որովհետև ամեն մարդ գիտե, որ ինքը արդար է։ Քրիստոսը անմեղորեն գերտա, որ ինքը ձերբակալի եւ խաչվի։ Պողոս Արաքյալը ընթերցումների մեջ եթե լսեցիք, գսե, երբ որ մարդը հին ուխտի մեջ պետք է հաշտվեր Աստուծո հետ, զոհը պետք էր, որովհետև արդարությունը խախտված էր։ Հիմա ասենք արագ քշեցիք 30 գրված է 50 քշեցիք օրենքը անցանք հանցանք գործեցիք ոստիգանը ցեզի բռնեց կարմիր տիկետ մտվավ լավալի նկաբույտ է մորյալի նկարմիր է ինչը սեր է արդարություն մխախտերեք որուն համար ինչ պետք է ենեք դուքանք պետք է դակ պիտի վճարեք Այսինքն որբեսի քաղաքի արդարությունը օրենքը մնա։ Նույն ձևով Աստված երբ որ օրենք տվավ մարդոց եւ գիտեր որ աս մարդիկը պետք է հանցանք գործեն, ասավ ամեն անգամ որ հարցանք պիտի գործեք, պետք է փամը վճարեք։ Կամ աղավնի գբերեք, կամ քառնուկ գբերեք, կամ ոչխար կամ գով գբերեք։ Ադորամար Հիսուս երբ որ դաջար մտավ ամեն տեսակ կենթանի գար, չղայնացավ Հիսուս։ Ուրեմն ինչ կնեին, երբ որ գտանեին իրենց մեղքերը գիտակցելով, գտանեին քահանային, քահանան այդ զոհը կմորթեր, արյունը գառներ, արյան մեկ մասը, ասանք, կցաներ ժողովրդի վրա, մեկ մասը խորանի վրա, որպես նշան հաշտության, որ թուք եւ Աստված հիմա հաշտված եք, վճարվեցավ այդ մեծ մեղքին, որ դուն կործած ես, որբեսի, երբ որ դու և գտեսնես, որ այդ անմեղ գենթանին քու պատճառովդ կզոհվի, սիրտդ անանք չլա, որ մյուս անգամ նույնը կործած ես, նույն մեղքը անես։ Ուրեմն Պողոս Արաքյալը գսե, չեր գրնար ամբողջ մարդկությունը մեղքի մեջ մնար, այլ պետք է հավիդենական զոհը մատուցվեր, որ ամբողջ մարդոցս Աստուծո հետ հաշտեցներ։ Ադորամար Հիսուս երբ որ գխաչվի եւ գսե երբ որ խաչվեցավ գլուխը գախեց եւ հոգին ավանդեց հայր ձերքս կհանձնեմ հոգիդ ինչ կլա դաջարի մեջ վարակույրը կբադրվի այդ վարակույրը այն տեղն էր որ տարին մեկ անգամ քահանաբեդը կրնար մտնել Յոմ Քիփուրի օրը իրենց խոստովանության atonement-ի օրն էր իրենց, որ ամբողջ ժողովրդի փոխարեն զոհ կմատուցեր եւ փուրվար գներ։ Այսինքն այլևս աս վարակույրը իմաստ չունի։ Այլևս իմ եւ ձեր միջև հաշտությունը փածվեցավ հավիդենական։ Այլևս այդ մեղքը, որ մարդկությունը չէր գրնար տանել Աստուծո հետ հաշտեցնելու, ես բացեցի ձեզ։ Հիմա սիգա հարցում կառաջացնի, ուրեմն մեր ամեն մեղքերը ներված են եւ այո եւ ոչ
ոչ թե ամեն մեր ներքերը ներված են, ад ինչ որ անգարելի էր ներել, մենք կրնայինք ներում խնդրել Աստուծո Հիսուս սրավ, այսինքն ինքը այդ մեծ թուրը, որ գղբանք մգար, որ ոչ մեկը գրնար բանալ, որովհետեւ մենք Աստծո սրբարանը մտնենք, մդերմանանք իր հետը, Քրիստոս գղբանքը կփանա եւ գսե ամեն մարդ հիմա հրավիրված է։ Ադոր համար խաչի վրա ձեռքերը բաց է, հայրերը գսեն, որ գուզե որ քաք փաթվիկ ինձի, հա, գնդունիմ ցեզի, իմ սիրելիս եք, դեպի ինձի եկեք։ Եվ մենք ամեն անգամ եթե բարիք գնենք Քրիստոսի փրկությանը կամ այդ խաչելությանը ներումին այո գսենք, որ ճիշտ էր։ Եվ երբ որ չենք գներ բարիք, չարիք գնենք, մեղք գնենք, ինչ կսե Պողոս Արաքյալ, կսե դուք նորեն Հիսուսին խաչը գհանեք։ Այսինքն շատ կարևոր է հասկանալը։ Մենք մեր գործերով կամ մասնագից ենք Աստուծո փրկության ծրագրին, այսինքն Փառք Սուրբ Խաչի Հալելույա, կամ գսենք, որ հիմա չէ, խաչը բահե հիմա այս գործեր ունի մնելիք, կամ գսենք, որ կայսրն է մեր թագավորը, դրամն է մեր թագավորը, կամ գսենք, որ չէ ես լավ բժիշկ կճանչնամ, չէ ես հարցը պիտի լուծեմ։ Քրիստոս կսե, որ խաչելությունը մարդկային մեղքը կգամե եւ կփանա թուրը ամբողջ մարդկության, որ ինձ իկակ։ Ուրեմն եւ այս պատկերի մեջ հետաքրքիր է ինչպես պետք է մենք արդարանանք։ Խաչի արժևեն կանցնեին զանազան տեսակ մարդկային քարակտերներ, եթե ուշադիր մտի գնեք կարդակ կտեսնեք։ Մարդկա գծաղրեր Հիսուսին, չէ՞։ Եթե Աստծո որդին ես, իջիր, քեզի ալազադե, մեզի ալազադե։ Մարդկա գհեգներ անոր վրա, գսեր թուն գսես, որ Եղիան պիտի քա քեզի փրկի, թող քա քեզի փրկի։ Մարդկա գթադեր թումբի տաճարը քանթեիր, հիմա վարը իջեցիր, հա, եւ տարբեր ձևով գմոդենային Հիսուսին։ Մարդկա գմեղ գնար, մարդկա անդարբեր գանցներ, եւ նույնը մենք ենք խաչի վերապերունքը, մենք ինչպես կվերապերենք խաչին։ Պարզապես կանցնենք, գսենք, որ մեղքեր Հիսուսը խեղճին խաչեցին, կամ գսենք, որ ոչ, ես ալ կուզեմ խաչագիծը լալ, որբեսի ад արդարությունը քու խաչիդ միջոցով իրականություն դառնա։ Եվ որբեսի արդարանանք սիրելիներ, ավազակները, որ Քրիստոսի երկու կողմն էին, ճիշտ այդ մարդկության երկու պատկերներ։ Մեկ կողմը հանցակործը լալով եւ իմիջալոց մեգումը, որ պիտի խաչեին, մեծ դադավարություն պիտի լար, որովհետեւ հռոմեական օրենքը հստակ փաստեր կուզեր եւ process-ներով պիտի անցներ, որ մահապատիժի ենթարկեր։ Ադիգա գնմանի այսօր մեգումը էլեկտրական աթոռին նստեցնել եւ սպանել, աս է խաչելությունը։ Քրիստոս վերափոխած է, բայց երբ որ իդ գնայիս ամենեն անարգ, հա, գսեմ մերգացուցին իրան եւ ծեծեցին, Երևակայ է։ Ինչու կմերգացնեի, որ ստորանա մարդը, ամենեն քեշ ձևով սկա եւ խաչի վրա գրեթե մերգ գտնեին մարդուն, որ անցնողը մանավանդ այդ մեկ հատ մտածեցեք այդ ինգերության մեջ, որ ամեն ինչ կոց պիտի լար, հա, ինչպես այլաստներ ամեն ինչ կկոցեն, չէ, նման են իրենց, բայց կուզեին Քրիստոսին ստորացնելով խաչել։ Մեկ կողմի ավազակը սա, որ նորեն դադալով Տիրոջը, եթե ցուն ես Քրիստոսը, քեզի ալազադե, մեզի ալազադե։ Քրիստոսեն փամը ուզեց, հա, ճարահատյալ է, մարդիկ կան, չէ, քեզ հիվանդություն կունենան, ամեն կյանքը Աստուծո չեն ճանչած, եւ վերջը գերտաս կսես, որ Աստուծո կհավատաս, կսե դարիք սարեր եմ եւ գիտեմ շուտով պիտի երթամ այս աշխարհին, ուրիշ չոյս չունիմ, հա, Աստուծո պիտի հավատամ, լսեր եմ իր մասին։ Այսինքն հոն ինչ է հարաբերությունը, transaction է, բամը պետք է որ միայն ինքը գրնա տալ։ Մյուս չարակորձը խաչյալը աջ կողմի կլրեցնի աս մարդուն ասելով, որ լրե, որովհետև մենք մեր հանցանքներու համար է, որ խաչը ելածենք, մինչ այս մարդը անմեղ է։ Այսինքն Հիսուսի ներկայությամբ հոգևոր բառերով կխոստովանի իր մեղքերը, որ Տեր մենք մեղավոր ենք, թուն անմեղ ես, ելած ես մեր մեղավորներու մագարտագին, որբեսի մեզի փրկես, հա, ադոր համար գսե եւ որ քաս քու թակավորությամբ, որտեվ լսած էր, որ գսեն թակավոր է աս մարդը, տեսած էր այդ գրվածը, որ գսե թակավոր հрьяաներու,
կսե դու թակավորությունդ, որ ես գիտեմ, այս աշխարհի թակավորությունը չէ, ներելու ու սիրելու զողողության թակավորն է, երբ որ կաս ինձի ալ հիշե։ Եվ Հիսուս, որ ովևէ մեկում չէր պատասխաներ, Պիղադոսին գրեթե լուր էր, հրյաներուն գրեթե լուր էր, խաչի վրա գրեթե լուր էր, ավազագին ինչ սավ, այսօր իմ հետս պիտի լաս դրախտին մեջ։ Այսինքն քանի որ խոստովանեցար մեղքերդ, թերևս գիտեիր այս աշխարհի մեջ եթե ավազագություն չնես, արդարությունը թեմդ ելած էր եւ ավազագ լալով կուզեիր արդարելալ, բայց գիտիր որ արդարությունը իմ մեջս է։ Քանի որ խոստովանեցար, որ ես անմեղ եմ եւ կրնամ քեզի խնդ փրկել եւ չսիր ինձիալ փրկե հետդ, հա, ասիր հիշե ինձի։ Արքայության մեջ հիշե, որտեվ երբ որ արքայության մեջ հիշելը սեր է, հետդ հաղորդագից կուզեմ լալ, քու սեղանիդ նստիլ, ինչպես աշակերտներդ։ Ուրեմն խաչելության դրվագը, սիրելիներ, կուկա ասելու, որ մենք կամ աչն ենք, կամ ծախն ենք, այս ամբողջ կյանքի ընթացքին։ Եթե մենք մեր կյանքը գաբրինք աղանդ հաղորդակցության խաչելությանը, աստուզ մեկ ասենք փամ մըրե, մեր աղոտները ընդհանրապես փամ ուզել է։ Բայց երբ որ աչ կողմը խաչվածի պես ենք, կսենք, որ մենք ալ մեղավոր ենք, թուն անմեղ ես, բայց քոնը հիշե մեզի, որտեվ քու հիշելդ արևը գծակեցնի ամեն օր, ասեր է թե քու հիշելուտ մեջ ես ալ բաժին ունիմ։ Թող Աստված ավակ շաբաթվա մնացած օրերը խաղաղությամբ անցնե, որբեսի մենք զորանանք իր խաչելությամբ, մտնենք երկրային ժամանակի մեջ եւ ասենք Տեր, փառք սուրբ խաչիդ եւ փառք չարչարանքներուդ Հավիդյանս Հավիդենից ամեն